Սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Հիշում եք, մենք անցել էինք հ հնչյունը և նրա տառերը։ Ասենք հ-ով սկսվող բառեր՝ հայ, հայք, հայկուհի, Հայաստան, հայրենիք, հայր, հայրիկ, հորաքույր։ Այժմ պետք է գտնենք ծանոթ տառերը։ Նայում ենք նկարին, Երևանի պատկերն է, մեր Հայաստանի մայրաքաղաք Երևանի տեսարժան վայրերն են պատկերված։ Փորձում ենք այս նկարում գտնել մեզ ծանոթ տառերը։ Ամենավերևում երկնքում գտնում ենք շ-ն, այնուհետև մ-ն։ Օպերայի շենքն է, երեխաներ, այստեղ մենք գտնում ենք հ տառը։ Այնուհետև կասկադի աստիճանների վրա հանդիպում ենք հ-ին և ե-ին։ Իսկ հետո մոտենում ենք Հանրապետության հրապարակ, հրապարակի ժամացույցի վերևում տեսնում ենք ය կիսաձայնը, շատրվանի ներքևի մասում տեսնում ենք ո-ն, թփերի մեջ գտնում ենք ու-ին, իսկ ժամացույցի տակ վարդագույն տուֆի վրա գտնում ենք պ տառը։ Այժմ լրացնում ենք խաչքարը, նայում ենք մեկին, սա ցորենի հասկ է, գրում ենք հասկ, 4 հնչյուն 4 տառ։ Երկրորդին ենք նայում, երկրորդը կնոջ դեմք է, ասում ենք մայրիկն է, ենթադրենք մայր է, մայր, երրորդը բնականաբար կլինի հայր, չորրորդը պանիր, հինգերորդը սար, վեցերորդը ծառը ունի ինչ երեխաներ, հողի մեջ թաքնված մասը, արմատ, ճիշտ է, արմատ, 7-րդը մասուրն է, երեխաներ, շատ առողջարար է, և 8-րդը թոնիր, որի մեջ լավաշ են թխում։ Հիմա ուղղահայաց ուղղությամբ դեղինի մեջ կաշտանք ինչ բառ ստացվեց։ Հայաստան, մեր հայրենիքի անունն է, Հայաստան։ Կարող ենք նաև ոտանավորն ասել։ Հայաստանը իմ անունն է, ազգանունն է, ինձ ուժ տվող զորությունն է, իմ հինը և նորությունն է։ Երրորդ էջում մենք պետք է գտնենք, թե որ ստեղծագործությունը ում է պատկանում։ Հիմա տեսեք երեխաներ, շատերը ճանաչում եք և հերոսին, և գիտեք, թե որ հեքիաթից է կամ մուլտֆիլմից է այս հերոսը։ Ճիշտ եք երեխաներ, սա Քաչնազարն է։ Տեսնենք, ով է Քաչնազարը ստեղծագործության հեղինակը։ Գնացինք, կարդում ենք աստիճանաբար հեշտով մեր անցած տառերով։ Գազարագույն ուղով գնում ենք ման յան Թումանյան, հասանք Հովհաննես Թումանյանի դիմանկարին երեխաներ, Թումանյանը մեր ամենայն հայոց բանաստեղծն է։ Այժմ նայենք նոտաներ են, ուրիշ լեզվով հիշում եք, ես ձեզ ասել էի, ասում են խազեր, ով էր ստեղծել խազերը։ Կարդանք Կոմիտաս, հիշում եք, Սողոմոն Սողոմոնյան, Կոմիտաս, և վերջում այս նկարը Հայաստան նկարն է երեխաներ, տեսնենք ում վրձնին է պատկանում այս նկարը։ Պետք է բոլորս կարմիր կետագծերով գնանք։ Սար յան, խոսքը Մարտիրոս Սարյանի մասին է։ Կարող ենք նաև գրել Սարյան։ Տպագիրը դարձրեցինք ձեռագիր, հիշում ենք, որ մարդկանց անունները և ազգանունները գրվում են մեծատառով։ Կոմիտաս և Թումանյան, մեծատառով ենք գրում երեխաներ, Թումանյան, ամենայն հայոց բանաստեղծ։ Այժմ հիշենք, ինչ տառեր ենք անցել։ Եկեք սկզբում հնչեցնենք ձայնավորները ա, ի, ը, է, ո երկհնչյունը, ե երկհնչյունը, ու,
Თ, Լ, Կ, Հ, Մ, ය, Ն, Շ, Ս, Տ, Ր բաղաձայնները։